2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված կոռուպցիոն հանցագործությունների համակարգային բնույթի վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Խորհրդարանում գլխավոր դատախազի հայտարարությունից 5 ամիս անց ևս կոռուպցիոն հանցագործություններով հարուցված վարույթները օպերատիվ տվյալները փաստում են Հայաստանում համակարգային կոռուպցիայի բացակայության մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից վստահեցնում են, համակարգային կոռուպցիոն սխեմաներ չեն հայտնաբերել։ Վերջին 7 տարվա ցուցանիշ կարող ենք ասել մենք, չունենք մենք համակարգային կոռուպցիայի վերլուծությունը ցույց տալիս, ասել, որ ամբողջական բացահայտման ընթորում դեպքի, ես տեսեք չեմ օգտագործում հիմնավորում եզրույթը, որովհետև կարող է լինել համակարգային կոռուպցիա բացահայտած չլինենք, հիմնավորված չլինենք, բայց ասում եմ ոչ թե հիմնավորումը, այլ ամբողջապես դեպքի բացահայտման պես դրանք կրել են տեղային բնույթ եւ համակարգային կոռուպցիա դեպք չի եղել։ Ասատրյանը կարևորում է հանգամանքը, որ կոռուպցիոն դեպքերի մեծ մասը հայտնաբերում են տվյալ համակարգի ներքին անվտանգության ստորաբաժանումները իրականացված ծառայողական քննությունների միջոցով։ Տվյալներ են ստացվում աշխատակիցների կոռուպցիոն դրսևորումների մասին, ներկայացվում է առերևույթ հաղորդում։ Արդեն իսկ նախաքննության ընթացքում նույն մարմնի ներքին անվտանգության մարմինը մեզ հետ համագործակցում է դեպքը ամբողջապես բացահայտելու, կոռուպցիոն ամբողջ շղթան բացահայտելու մասով։ Սա եւս վկայում է համակարգային կոռուպցիայի բացակայության մասին, քանի որ հենց ինքը կառույցը ավելի շահագրգիռ է ամբողջական շղթան բացահայտելու մասով, որտեղ չկա բրգաձև աստիճանակարգություն եւ մտավախություն այլ բարձրաստիճան պաշտոնյայի հասնելու մասով։ Համակարգային կոռուպցիայի բացակայության մասին է խոսում նաև պաշտոնյաների իրական պատասխանատվությունը, նշում է Ասատրյանը պարզաբանում, կոռուպցիոն չարաշահում հայտնաբերելու դեպքում ոչ թե փոխվում իջեցվում է անձի պաշտոնը կամ նա ազատվում է պաշտոնից, այլ ենթարկվում են իրավական պատասխանատվության։ 2025-ի 9 ամսում հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է հանցագործության մասին 1565 հաղորդում, նախաձեռնվել 894 քրեական վարույթ։ Նախաձեռնված քրեական վարույթները 2024-ի համեմատ ավելացել են 151-ով կամ 20.3%-ով։ Նշված ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 2099 քրեական վարույթ։ Նման թվային աճը, որը բնորոշ է եւ որոշակիորեն պահպանվում է տարեց տարի, համադրելի չափերով, պայմանավորված է առավելապես մասնագիտացված կառույցի ստեղծմամբ եւ դրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին է խոսքը, որը ունի եւ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություն եւ նախաքննություն ու հետաքննություն իրականացնելու լիազորություն։ 9 ամսում 648 քրեական վարույթ նախաձեռնվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկում ընդգրկված հոդվածներով։ 2024-ին թիվը 539-ն էր, աճը 20% է։ Արմեն Փանոսյանը նաև նշեց, թե մասնավորապես ինչ գործերով քանի վարույթ է նախաձեռնվել։ 9 ամսում նախաձեռնված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը ավելի քան 877 միլիոն դրամ է։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է ավելի քան 2 միլիարդ դրամ, որպես վնասի հատուցում վերադարձված հողերի մոտավոր արժեքը գերազանցում է 250 միլիոն դրամը։ Դատախազներն 9 ամսում դատարան են հանձնել 431 անձի վերաբերյալ 170 քրեական վարույթ։ Նախորդ տարվա համեմատ թիվը աճել է մոտ 57%-ով։ Դրանց թվում են նաև բազմադրվակ հասարակական հնչեղություն ունեցող դեպքերով վարույթները։ 2025 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարանում ավարտվել է 120 անձի վերաբերյալ 65 քրեական գործի նախաքննություն, քրեական գործերից 56-ով 108 անձի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնցից 6-ը դատապարտվել են ազատազրկման, միաժամանակ 91-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 8 տուգանքի, 3 անձի նկատմամբ նշանակվել է հիմնական այլ պատիժ, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում, 3 գործով 4 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ։ Անդրադառնալով հարցին, ինչ ցուցանիշներ կան, որոնք վկայում են մեր երկրում համակարգային կոռուպցիայի բացակայության մասին, Արդարադատության փոխնախարարը նշեց, պետության մոտեցումը կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի մեխանիզմն է, նվազագույնի հասցնելու ոչ միայն կոռուպցիոն դեպքերի թիվը, այլև դրանց տարածումը։ Մեր խորին համոզմամբ այդ ինստիտուցիոնալ համակարգը, որը տարիներ շարունակ եղել է, կազմաքանդված է, բայց դա բնավ չի նշանակում, որ կոռուպցիոն երևույթները վերացել են, բազմաթիվ քայլեր դեռևս պետք է իրականացվեն եւ այդ պայքարը պետք է շարունակական իրականացվի, բայց այն, որ դա որոշակի տեսանելի արդյունքի է հանգեցրել, փաստում են նաև մեր միջազգային գործընկերները։
Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գնահատականով Հայաստանը էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։ Կոռուպցիոն հանցագործությունները հաճախ բացահայտվում են հենց պետական մարմինների գործունեության արդյունքում։ Խոսքը ազգային անվտանգության, պետական վերահսկողական ծառայությունների, ներքին գործերի նախարարության մասին է։ Ջրային կոմիտեի նախագահից մինչև փոխնախարարներ, զորամասի պետեր, ՍԱՏՄ ղեկավար, դատավորներ, վարչության պետեր, համայնքի ղեկավարներ անցնում են քրեական վարույթներով։ Արմեն Ասատրյանը վստահեցնում է կոմիտեն այս կամ այն պաշտոնյայի մասով կոռուպցիոն չարաշահումները բացահայտելու, օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու գործում որևէ կաշկանդվածություն չունի։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։